Գիտես Հիսուս Քրիստոսը ինքը Աստծո թագավորության սերն էր։ Գիտես սերի մեջ ինչա թաքնված։ Սերի մեջ թաքնված է այն ինչ որ կա, ինչ որ Աստված ստեղծել է։ Եթե հացահատիկ է, ինքը ցորեն է տա։ Եթե ծիրան է, ինքը ծիրան է տա։ Եթե դեղց է, ինքը դեղց է տա։ Ամեն սեր ունի իր պտուղը, ունի իր արդյունքը, գիտես թե չէ։ Եվ ես քեզ նորից ասեմ, որ Աստծո թագավորությունը դա սերն է։ Աստծո թագավորության մեջ ինչ որ Հիսուս Քրիստոսը մեզ ժառանգություն է տվել, ինչ որ ուզում է մեզ փոխանցի, առանց սերմի չի լինում փոխանցել։ Եվ Հիսուսն ուզում է որ քեզ հայտնի, որ այն ինչ որ ուզում է քեզ փոխանցի, դա այն սերմի մեջ է, որ ինքը տալիս է քո ձեռքերի մեջ։ Դա իր խաչի փառավոր հաղթանակի սերն է։ Երբ որ դու այդ սերմը ցանում ես, դու ստանում ես Աստծո թագավորության համար արդյունք։ Եվ Աստծուց դրա համար քեզ գալիս են օրհնություններ։ Այդ օրհնությունները մենք տարբեր ենք հասկանում։ Ոմանք օրհնությունը հասկանում են մեքենա, ավտո, փող։ Ասպետիչ օրհնված մարդ ես այ մարդ։ Մեքենա ունես, տուն ունես։ Հիմա աշխարհում որ մեքենա ունի, տուն ունի, փող ունի, օրհնված մարդ է։ Օրհնված այն մարդն է, որ այդ ամենը Աստծուց գերբնական ճանապարհով է գալի, ոչ թե դաժան, քրտնաջան, ճորտատիրական ռեժիմի մեջ աշխատելով։ Որտեղ մարդիկ գիտեն, որ օրը գիշեր որ թույնավոր նյութեր են շնչում, մենակ հանքափորներ են կան, որ հանքերում միլիոններ են աշխատում, բայց առողջությունը շատ վատ է, վնասված է։ Եվ իրենց կյանքն էլ է վնասված, որովհետև շատ անգամ այդ հանքերում փլուզում է տեղի ունենում, եւ իրանք հանքերում մնում են եւ մեռնում են։ Եվ իրանք իրենց կյանքի գնով աշխատում են, որտեղ Աստվածաշունչը ասում է, որ Աստված անիծեց մարդուն եւ ասեց քո քրտինքով ուտես հացի ցողը։ Սա անեծք է, աշխատելը անեծք չի։ Բայց երբ որ դու աշխատում ես, որ քեզ շատ փող պետք է, դա աշխատանքով, քրտինքով, ոչ թե Աստծո օրհնությամբ ես անում, Աստծո օրհնությամբ ո՞նց է լինում, որ շատ ես աշխատում։ Դու քեզ ինչ ո՞նց է լինում։ Աստծո գործերի մեջ ես կարողանում։ Որ իմանայիր դու կանեիր, էլի, բայց երբ որ վստահում ես Աստված անում է գերբնական ճանապարհով։ Ոնց որ ասես, ո՞նց կլինի այն մարդ։ Մենք բժշկի գնալ ավանդական բժշկությունը չենք մերժում, բայց շատ հիվանդություններ կան, որոնք որ աղոթքով Աստծո ձեռքով են բուժվում։ Բուժվում է թե չեն բուժվում։ Քաղցկեղը բուժվում, աղերի կուտակում է բուժվում, կուրություն է բուժվում, կույրը տեսնում է, կաղքայում է, արյան հիվանդություն է բուժվում։ Գայց թե կան բուժելի հիվանդություններից բուժվել, որ տերն է բուժել։ Բուժվել եք թե չեք բուժվել։ Բայց մեր նպատակը եկեղեցի գալը բուժվելը չի, բժշկություն, այսօր կաչը շահարկում էր, եկեք, բժշկության, ազատագրության, տարի 24 ամիս է ժողովուրդը բժշկում ազատագրում։ Ես քեզ մի բան եմ ասում, բժշկությունն, ազատագրությունը սերմի մեջ է։ Մինչև դու հասկանաս, որ Աստծո բոլոր Հիսուս Քրիստոսի խաչի փառավոր հաղթանակով մեր կյանքը վարպած օրհնությունները սերմի մեջ է, դու երբեք հոգևոր կյանքում արդյունք չես ունենա, հասկանում ես ինչ եմ ասում։ Դու որ ինչ-որ մեկին խոսում ես, որ ես խոսում եմ, ես դաս չեմ տալիս դեր։ Ես սերմ եմ ցանում։ Եվ ես խոսում եմ այն սերմը, որ Հիսուս Քրիստոսը իր խաչի հաղթանակով տվեց ինձ, վստահեց ինձ, իր խոսքը փոխանցել քեզ, իր Սուրբ Հոգու միջոցով, ոնց որ ինքն էր անում, այդ իշխանությունը տվեց ինձ, որ փոխանցեմ քեզ, քեզ է տվել, որ իշի փոխանցես։ Դրա համար որ մենք փոխանցում ենք, երբ որ ընդունում է դիմացինը, ինչ անում, պտուղ է բերում։ Երբ որ ընդունում է, կատարում է այդ խոսքը, եւ պտուղ է բերում։ Կյանքը փոխվում է։ Որովհետեւ երբ որ լսում է, իր մեջ հավատ է գալի, մարդը դևերին են հավատում, ճիշտ է։ Սատանան ինչ ասում է, հավատում է, դա է հավատ։ Դուք ում կասեք հավատքը դա մենակ Աստծո թագավորության։ Չէ, սատանային հավատացումներն են ընդունում դևերի ասածը։ Դևը գալիս է, դու հիվանդ ես։ Գնում է բժշկի, շաքարը ստուգում է, նորմալ է։ Գալիս է դու սատանան ասում է, չէ, դու հիվանդ ես։ Ու ինքը հավատում է դրան, հավատքով ընդունում է, որ ինքը հիվանդ է։ Եվ ինչ արինում, շատ կարճ ժամանակ հետո ինքը հիվանդանում է։ Մարդիկ կա, որ սատանային են լսում։ Հասկանում ես։ Մարդիկ կա, որ լսում են սատանային, պարտք են ունենում, շատ մեծ պարտք են ունենում, դևերն ասում են, վերջ, պարտք ես։ Այդ պարտքը փակել չի լինի։ Ճիշտ է քեզի սպանես։ Մարդը հավատում է, գնում է իրան սպանում է, ինքնասպանալու։ Գործողություն է, չէ՞ անում։ Բայց ինչ գործողություն, մահվան գործողություն։ Վախենում է, վախից գնում է իր կյանքի վերջը տալի։ Սա էլ է հավատք։ Ցավոք սրտի մարդկությունը շատ ավելի ընդունում է դիվային աշխարհի ասածները, քան Աստծո ասածները։ Երանի թե ինձ լսեիր, ասում է Տերը։ Եվ ես քեզ դուրս կբերեի։
Եվ ես քո թշնամիների դեմ կենայի, եւ ես քեզ կորտնեի, եւ դու վեմից վազող մեղրից ուտեիր, չէ՞, Սաղմոսն ասում, ճիշտ է։ Բայց մեկ մտածում եմ, որ ամառ չէ, Աստված մեզ կանչել է։ Ճիշտ չի։ Աստված ջան, մենք ես ենք ուզում, մենք ենք ուզում, բա դու ինչ ես ասում ես։ Ինքը ուտելիք է ուզում, ինքը փող է ուզում, ինքը մեքենա է ուզում, ինքը տուն է ուզում, ռեմոնտ է ուզում, ինքը հավատարիմ ամուսին կին է ուզում։ Ինքս երբ որ մարդը այս երկրավոր ժամանակավոր կյանքի բաներն է ուզում, Աստված ասում է, ես տեսանելի եւ ժամանակավոր բաների Աստվածը չեմ, ես հավիտենության Աստվածը եմ։ Երբ որ հավիտենական բաների համար ես ապրում, եւ հավիտենական կերակուրն է քո նպատակը, որտեղ Հիսուսն ասեց, դուք ինձ որոնում եք այս ժամանակավոր ուտելիքների համար, ճիշտ է։ Բայց ես եկել եմ հավիտենականի համար։ Երբ որ հավիտենականի համար ես ապրում, այն ինչ որ հավիտենության համար է, այդ աներևույթը, դրան հավատալը պետք, դա վերցնել է պետք։ Ամեն։